Մարիշ, դրա մասին եմ խոսում ես։ Քո ապագան ամեն ինչ լավ կլինի։ Մի օրով չի հիմա ամեն ինչ սահմանափակվում։ Հետո լավ է լինելու, Մարիամնա։ Լսի էլի։ Իսկ մայրը այստեղ չի։ Ինչ ա եղել։ Հիշգան, խնդրում եմ փրկեք երեխուս, խնդրում եմ։ Մենք ամեն ինչ անում ենք և միշտ էլ արել ենք, որպեսզի երեխայի կյանքը փրկենք։ Ուղղակի ներքին արյունահոսությունն է սկսվել, վիճակը բավականին սրվել է։ Հիմա հույսը Աստծո վրա է։ Բայց ինչ եղավ է։ Перелик палатам ինչ լավ էր։ Ура, երեխես։ Ваш сын под нашим постоянным наблюдением. Сейчас мы его привезем в палату. Но бывают случаи, когда мы бессильны. Շիրջան, խնդրում եմ փրկեք երեխուս։ Ինձ եղեք։ Մայրը գարում է։ Հանգստացեք, հա։ Լավ կլինի ամեն ինչ։ Տատիկդ ինչու չի մնաց մեզ հետ ընտրելու։ Չուզես, պա։ Հա։ Լավ չէր եկել։ Ա, մամայի մոտ էր։ Ասում լավ չի մամա։ Հա, գիտեմ։ Խոսել եմ հետը։ Վաղը միասին կգնանք դպրոց։ Հա։ Չես ուզում։ Ուզում եմ։ Ուզում եմ ստուգել տարեվերջի գնահատականների հետ։ Հա, պա, կգնանք իրար հետ։ Հետո պիտի մտածենք, թե ամռան ինչով ես բաղորի Մարիամյան։ Արդեն մեծ տղա ես։ Ամառային արձակուրդներին պետք է միջով օգտակար բանոց բաղես։ Դիրքը կարդամ, պապ, բայց միայն Ալայի բերած գրքերից։ Թեկուզ։ Եթե իմանամ կկարդաս, միշտ կբերեմ։ Իսկ Աննան ինչով ես բաղվելու ամառային արձակուրդներին։ Ճիշտ ասած չգիտեմ, դեռ չենք որոշել։ Բայց երկու մնաց։ Ճիշտ եք ասում։ Ալա, եթե ուզում եք, եթե Աննան դեմ չի, մենք մեր գրասենյակը աշխատում են ողջ ամառ։ Գալ մեզ մոտ համակարգչի վրա սովորել աշխատել։ Ես կարծում եմ, որ դա նրան շատ պետք է գայթակղել։ Հա։ Այո, իհարկե, վստահ եմ, որ նրան դուր կգա։ Իհարկե դուր կգա, իսկ ձեզ չի խանգարի։ Չի, չեք ասում, բոլորը։ Ես կասեմ Աննային։ Շնորհակալ եմ։ Գիտեք, ես շատ եմ ուզում, որ Աննան լավ կրթություն ստանա։ Ես միշտ ցավում եմ, որ ընդունակ երեխաները գումարի պատճառով չեն կարողանում լավ կրթություն ստանալ։ Ես էլ եմ ուզում, որ իմ Աննան լավ կրթություն ստանա։ Իսկ եթե վաղը գա մեր տուն, հանդե ասենք, այն ժամին, երբ դուք պատրաստում եք գնալ, մենք միասին կնստենք, խոսենք, կզրուցենք, տեսնենք ինչ է մտածում։ Հա, ասա թող գա մեր տուն, էլի։ Լավ կասեմ։ Ես և տղաս ենք հրավիրում, հուսով եմ մեզ չի մերժի։ Շատ շնորհակալ եմ։ Այո, լսում եմ ձեզ։ Բարև ձեզ, Սերգեյ Գրիգորիչ։ Բարև ձեզ։ Հենց նոր ինգայի ամուսնու մասին տեղեկություններ ստացել։ Մտածեցի, որ ձեզ կհետաքրքրի։
Իհարկե կհետաքրքրի։ Ասեք ինչ կա։ Նայել եմ Վրաստանում։ Ինչ։ Հաստատա դա։ Ամենայն դեպս այդ օրը նա անցել է սահմանը։ Իսկ հնարավոր չի, որ դուք սխալվում եք։ Ոչ, ամեն ինչ ճիշտ է։ Իսկ Վրաստանից տեղեկություններ չունեք։ Հենց լինի, առաջինը դուք կիմանաք։ Լավ։ Միթե ինգան ամուսնուն ատիմել։ Ես իրան 1000 անգամ ասել եմ, որ ամեն հարցում կողքիդ կանգնած եմ։ Ինգան երբեք ամուսնու մասին լավ չի արտահայտվել, ու հիմա նրան ատիմել։ Ես ոչ մի բան չեմ հասկանում։ Բայց փաստորեն այդպես էլ եղել է։ Գնացինք։ Ոյ Ռուբենս, ես էլ չեմ կարողանում սպասել իրտս դուրանում։ Ես այդեղ ուզեմ ուզում տեսնեմ։ Լավ, հանգստացի։ Վայ երեխես դունս կհանդիպում ես ամեն տան։ Հանգստացեք, դուք կարող եք գնալ Ռուբենի մոտ։ Վայ ապրես շնորհակալ եմ։ Մի րոպե սպասեք էլի։ Կներեք էլի ուզում եմ մի բան հարցնեմ։ Նա կապրի։ Ես ոչինչ չեմ կարող ասել։